Ներս մեկ էլ ուզում էի մի բանի մասին շատ էի ուզում խոսալ, սեպարացիա երևույթի մասին։ Հոգեբանության մեջ ինքը շատ հետաքրքիր երևույթ է, երբ որ ես լսեցի դրա մասին, ինչ է նշանակում սեպարացիա։ Երբ որ ես փոքր աղջիկ էի, ես մեծացել եմ գյուղում։ Երբ որ մայրիկս կովը կթում էր ու կաթը մենք սովորաբար հավաքում էինք սառներանում կամ պանիր էին սարքում, տարբեր բաներ էինք անում ու մի անգամ չէ, շատ անգամներ մայրս մեզ տալիս էր սեպարատի ապարատը ու այնտեղ լցնում էր թթվասերը, որը որ մենք հավաքել էինք կաթից է, հավաքում էինք այդ թթվասերը, լցնում էինք այդ սեպարատի ապարատի մեջ, սեպարացիայի ապարատի մեջ ու հարում էինք, հարում էինք այնքան, մինչև որ այդ թթվար շիճուկը ու կարագի մասսան իրարից առանձնանում էին։ Ու երբ որ իրանք իրարից առանձնանում էին, այդ թթու մասան դուրս էր գալիս ու ինքը մնացածը դառնում էր կարագ։ Ճսում էինք, ինքը դառնում էր շատ համով տնական կարագ։ Ու հենց սեպարացիա բառը նշանակում է առանձնացնել թթուն քաղցրից։ Ինքը այդ մասան, որը կարագ էր, ինքը շատ քաղցր էր, իսկ շիճուկը ինքը թթու էր։ Հիմա այս աշխարհում, երբ որ մենք ապրում ենք, ինչ որ մի ժամանակ մենք խառնվում ենք տարբեր մարդկանց հետ, տարբեր շրջապատներ ենք ունենում, հա, ունենում ենք տարբեր sense ինչ որ մարդկանց խմբեր ու մեկ որ մենք շփվում ենք։ Ու գալիս է ժամանակ, երբ որ այդ ինչ որ մարդկանցից սրոք գոդնեսի անցնում է ու այդ մարդկանցից պետք է արդեն գնաս կամ իրանք պետք է գնան քո կյանքից։ Ու այդ տարանջատումը, որտեղ արդեն ինչ որ մի բան են չի։ Դու հասկանում ես, որ մենակ դու ես նվիրված, մենակ դու ես տալիս, մենակ դու ես զոհաբերում, հա, ու այդ ադաչան չունի վերադարձ, այն չափով, որ չափով որ պետք է, որպեսզի հարաբերությունները լինեն այն որակի ու մակարդակի, որոնք որ պետք է լինեն։ Ու հենց այդտեղ կատարվում է սեպարացիան, այսինքն թթուն կարագից առանձնացվում է։ Հիմա գիտեք ինչ, ոչ թթուն է վատ բան, թթու շիճուկից հետո սեպաս են սարքում շատ համով։ Հիմա ոչ թթուն է վատը, ոչ կարագն է վատը, բայց իրենք իրար հետ արդեն երկար չեն կարող, որտեղ դա արդեն կփչանա, դա արդեն վատ հոտ կգա դրանից, որովհետև իրանք նույն մասան չեն։ Արդեն գիտես ամեն մեկը մի ճանապարհով պիտի գնա, որովհետև արդեն իրանց ցանկությունները չեն համընկնում, իրանց նպատակները չեն համընկնում, իրանց ճաշակները արդեն չեն համընկնում, իրանց զգացմունքները չեն համընկնում, ընդհանուր լիքը բաներ կորում է, որովհետև այս մեկը արդեն ուրիշ ճանապարհ է ընտրել, իսկ այս մեկն էլ ինչքան կարա նրա հետևից վազի ու բացատրի, որ գիտես սենց չի ճիշտը, սենց է։ Դա լինի ընկերություն, դա լինի հարաբերություն, դա լինեն հարևաններ, գործընկերներ, բնավ կարևոր չի, բայց այդ սեպարացիան տեղի է ունենում հենց դրա համար, որովհետև նրանք արդեն միասին փչանում են, որովհետև արդեն միասին այն էֆեկտը չունի իրանց հարաբերությունները, ինչ կար մի ժամանակ։ Կան հարաբերություններ, որոնք մեր կյանքում մնալու են հավերժ չեմ ասում մեր մայից հետո, բայց իրանք ձգվում են, կարծես նա всю жизнь։ Ես ունեմ ընկերներ, ովքեր մնացել են, նесмотря ни на что, կյանքի մեջ մինչև վերջ, մինչև հիմա։ Մարդիկ կան, որոնք որ շատ շուտ գնացին իմ կյանքից, կային մարդիկ, ումից ես հրաժարվեցի։ Հիմա չեմ ասում լավը թե վատը, բայց ամեն մեկս գնում ենք մեր ճանապարհով։ Կան տոքսիկ հարաբերություններ, կան տոքսիկ մարդիկ, կան թունավոր մարդիկ, ովքեր որ գիտես ինչ, ամեն անգամ հանդիպելուց քեզ կծում են, քեզ ցավացնում են, քեզ դիսկոմֆորտ են պատճառում, ու դու փոխարենը լռում ես ու հասկանում ես լավ, ինչքան պիտի ես լռեմ, ապա լավ է հեռու մնամ։ Չես վիճում, չես կռվում, ոչինչ չես ասում։ Ուղղակի հեռանում ես այդ մարդու կյանքից։ Ու այդ սեպարացիաները երբեմն շատ կարևոր են, անգամ չգիտեմ, երբեք թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկի համար դուք դառնաք ինչ-որ անձնական օգտագործման իր, անձնական օգտագործման ինչ-որ մեքենա, սարք, չգիտեմ, գիտեք, մարդիկ այնքան տաղանդավոր են չակերտավոր, մարդիկ այնքան հնարամիտ են, որ մեզ կարող են օգտագործել շատ տարբեր առիթների համար։ Շատ, անգամ չգիտես, ես մարդիկ կան, որոնց իմ կյանքի մեջ ընդունել են որպես սրբություն, իրանց ամեն մի բառ, ամեն ինչ, ասենց, իրանք իմ համար եղել են շատ թանկ,
բայց հետո իմացել են, որ իրանք իմ հետևից կարող էին ծաղրել, ինձ ծիծաղել իմ վրա, ասենց ինչ որ արժե զրկել, իմ խոսքերը, իմ անձը, ու գիտեք, դա ամենացավալի բանն է, որ դրան մեծարում ես, բարձրացնում ես, դրան լավ խոսքեր ես ասում, բայց պարզվում է ինքը քո մեջքի հետևում լավ էլ խաղեր ա տվել քո դեմ։ Ու այդ ցավոտ բաներ եմ ասում, բայց դրանից է բաղկացած կյանքը, ու այդ ամեն ինչից է, որ մենք կառուցված ենք մեր այդ ձախողումներից, մեր հաջողություններից, մեր աչքերը երբեմն բացվում է, երբեմն փակվում, երբեմն բացում են աչքերը տնից մարդկանց վրա ու ասում ես Աստված իմ լավ է չբացվեն իմ աչքերը, բայց դա այդ քեզ պետք էր, առանց դրա հնարավոր չէր դու իրանց հետ ուղղակի լճանալու էր ու ճահճանալու էր։ Շատ կարևոր է, որ դու կարող ես շփվել ամեն տեսակ մարդկանց հետ, ամեն տեսակի որակի մարդկանց հետ, բայց մտերմություն արեք միայն ձեր որակի մարդկանց հետ, որովհետև եթե դուք հանկարծ դուք առողջ եք, բայց եթե ձեր կողքը դնում են ինչ-որ, եթե ծիրանը առողջ է, իր կողքը փտած ծիրան ես դնում, այդ փտածությունը անցնում է նաև այդ առողջ ծիրանին։ Ինչքան էլ դուք ազնիվ ու մաքուր լինեք, եթե ձեր շրջապատող մարդիկ թույնով, թարախով լցված են, դուք ուզեք թե չուզեք դառնալու եք դրա մի մասը։ Ու երբեք մի գնացեք այն մարդկանց հետևից, ովքեր ձեզ թողեցին, ովքեր դեր ամենածանր պահին, երբ որ դուք իրանց կարիքը ունեիք, իրանք ասեցին «Սպրավիշься без меня». Մեկ ընդմիշտ փակեք այդ թեմաները։ Մարդիկ ում պատճառով, որ դու լաց ես լինում, ու իրանք թողել են քեզ, որ դու լաց լինես, իրանք գալու են ու նորից ստեղծելու են դաշտ, ու դու նորից լաց ես լինելու։ Մաքսիմալ հեռու մնացեք նման մարդկանցից։ Աստծո խոսքը ասում է, ինչքան քեզանից կախված է խաղաղություն ունեցիր բոլորի հետ։ Այսինքն ինչ քեզից կախված է, կռիվ մի արա, փորձի մաքսիմալ հաշտ, հանգիստ, նորմալ, բայց ոչ մեկ քեզ չի ասում, գնա քիթդ խոթի այնտեղ, որտեղ ամեն անգամ ու քիթը ջարդում են։ Դες քո սիրտը փորձադաշտ չի մարդկանց համար։ Ինչ որ մեկը կարող է հայտնվել է քո կյանքում իր կյանքի մի վատ պերիոդում, վերցրել է քեզանից ինչքան էներգիա իրան պետք էր ու չքեկը վրեդ գնացել է։ Ու հետո հետ է գալիս, որտեղ նորից պրծավ իր էներգիան։ Ասեք բայ, չունեմ էլ քեզ տալու ոչինչ։ Ինչքան պետք էր, դրանից էլ ավել տվել եմ։ Դառը բաներ են, բայց սիրեք ձեզ, հարգեք ձեզ, դուք ձեզ արժանին կգտնեք։ Եթե մեկը ձեր կյանքից գնացել է, ուրեմն կամ հասկացել է, որ դուք ավելի լավին եք արժանի, ավելի լավ ընկերության, ավելի լավ աշխատանքի, չգիտեմ, ավելի լավ պարտների, կամ էլ ուղղակի չի գնահատել ձեզ։ Երկու դեպքում էլ հետ ընդունել չկա։ Հիսուս ասեց. եթե մեղանչում են, գալիս են ներողություն են խնդրում, այդ ժամանակ դու կարող ես ներել։ Բայց եթե իրանք գալիս են հետ ու մեղադրում են, որտեղ գիտես ինչ դու ես մեղավոր, որ իրանք գնացել են, ասեք դասվիդոս։ Ժամանակն է խելք հավաքելու սիրելիներս։ Ոմանք ունեն ի սկզբանե, ոմանք այնքան բարի էին, որ իրանց բարությունն էր միշտ առաջնորդում։ Ժամանակն է խելքով առաջնորդվելու սիրելիներս։ Հաջողություն մեզ բոլորիս։